Արարատի մարզի Դիմիտրով գյուղի դպրոցի շրջանավարտներն այսպես վերջին դասն են ամփոփում, որ հետո բեմի վրա ավարտական միջոցառումն անցկացնեն։ Շատ հրաշալի անցավ, շատ լավ, բոլորս հուզվեցինք, մեր առաջին դասղեկն էլ խոսեց, ինքն էլ հուզվեց շատ, բոլորը շատ հուզվեցինք եւ դեռ մտածում եմ, որ հուզվելու ենք։ Շատ հուզված ենք, ավարտում ենք, չենք ուզում ավարտենք։ Շատ լավ է տրամադրությունը, կարոտ ենք։ Ուրախ ենք, համ էլ տխուր ենք էլի, որ հեռանում ենք ստեղից։ Ադե մի քիչ խառն ենք էլի, այսօր խոսանք։ Անվանական ներկայացվելով ու ամեն մեկին բնութագրող մեկնաբանությամբ շրջանավարտները հրավիրվում են բեմ, իմի բերելու 12 տարվա իրենց կյանքը, խոստովանելու երազանքները, գործած ու չգործած մեղքերը, որոնցով քանի անգամ ուսուցիչների հոգու հետ է խաղացել։ Այսօր բացակայել չկա, թեպետ բեմ են բարձրացել ոչ բոլորը։ Դպրոցի 2 ավարտական դասարաններում ընդհանուր կա 19 շրջանավարտ։ Այստեղ նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են սովորում։ Դասարանները հայերեն ու ռուսերեն ուսուցմամբ են եւ ռուսական դասարանի որոշ շրջանավարտներ ավելի մեծ տարիք ունեն, քան դասընկերները, ու այսօր նախընտրել են միջոցառմանը հետևել դահլիճից։ Այս տարի 6 շրջանավարտ ունեինք ռուսական հոսքում եւ 13 ունեինք հայկական հոսքում։ Բայց տղաներից որոշ երիտասարդներ բեմ չբարձրացան, քանի որ նրանց 20-ն է արդեն լրացել ռուսական հոսքում սովորելու պատճառով, գնացել եկել են արտերկիր եւ մի տարի ցածր են նստել։ Երիտասարդները հասուն տարիքում են եւ բեմ բարձրանալն իրենց համար մի քիչ ամաչում էին, չգիտեմ։ Կրթական գերատեսչությունն այս տարի առանձնահատուկ կարևորել էր, որ վերջին զանգի միջոցառումներում շեշտը դրվի բովանդակության վրա ու լինի մշակութային։ Դիմիտրովի դպրոցի տնօրենին այդ մոտեցումը դուր է գալիս։ Ընդհանրապես բոլոր միջոցառում կոչվածները հանրակրթության եւ կրթության մեջ։ Մենք ինչպես ենք միջոցառումը կլինի պետական միջոցառում, ազգային, ընտանեկան, ինչն ենք դրա մեջ կարևորում։ Հո միայն ուտել խմելը չի, այսպես ասեմ, չէ, ժողովրդական լեզվով։ Մեր բոլոր միջոցառումները ընդհանրապես դպրոցում այդ բովանդակությամբ են ընթանում։ Ու կարծում եմ հասարակական բոլոր միջոցառումներ այդ միտքն ու գաղափարը պետք է հետապնդեն, լինել մշակութային, լինել ազգապահպան եւ լինել հասարակությանը պիտանի ինչ-որ երևույթներ արծարծող։ Նախարար Ժաննա Անդրեասյանը գնահատեց ավարտական միջոցառումները նոր շնչով անցկացնելու դպրոցների ջանքերը, որոնք արդեն հասցրել է նկատել։ Որովհետև իրականում առաջին տարին է, որ այս ձևաչափով փորձում ենք կազմակերպել եւ այստեղ նաեւ ժամանակի կարիք կա, որպեսզի թե մենք թե դպրոցները ավելի ուրեմն լավ պատկերացնենք, թե ինչպես կարող ենք այդ բովանդակությունը ավելի լավ արտացոլել։ Հասցնելով լինել 2 դպրոցում, ասում է, երկուսում էլ միջոցառումները ներկայացրել են հենց երեխաներին, իրենց ապրումներով, հույզերով, մտքերով։ Այն է, ինչ որ մենք ուզում ենք տեսնել, որտեղ մենք խոսում ենք ոչ թե արհեստական որևէ միջոցառման մասին, այլ խոսում ենք այն մասին, որ վերջին դասն ու վերջին զանգը պիտի լինի առաջին հերթին իրենց ստեղծագործության, իրենց մտքի եւ հույզերի արտահայտման տեղը։ Եվ կարծում եմ, եթե դուք էլ ներկա էիք այսօր բեմին, այնքան անկեղծ էին ապրումները եւ խոսքերը եւ վստահաբար սա այն է, ինչ որ ուզում ենք տեսնել։ Ավելի վաղ հայտարարվել է, որ այս տարի անցկացվելու է վերջին զանգ միջոցառումների մրցույթ։ Ժյուրիի ընտրած լավագույն միջոցառումը կազմակերպված դպրոցները կպարգևատրվեն։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։